Փոխացեք դերոջներ, անոր անունը բանջեցեք, անոր փորձերը ժողովուրդներու մեջ բացեցեք, երկեցեք անոր Սաղմոսը սերոնը, բացեցեք անոր բոլոր հրաշքները, անոր սուրբ անունը հպարտեցեք, սուրբ անունով հպարտացեք, դերը խճողներու սիրտը թող ուրախ ուղա, դերը անոր զորությունը ծրծեցեք, ամեն ժամանակ անոր երեսը կնվեցեք, հիշեցեք անոր ուրած հրաշքները, անոր նշանները ու պերնին կադաստանները, փոխացեք դերոջները, անոր անունը բանջեցեք, եկեք մենք փոխանանք դերոջները եւ բանջեք անունը երկրորդ եւ երկու Դարձնեք մեր երկարներն ետևի եչերը և կարդանք փոխասացական 27-րդ ընթերցումը։ Ընթերցում 27-ը քրիստոնեական գենցաղավարություն միտինգան։ Արդ գաղաչեմ սեզի եղբայրներ, աստծո ողորմությունով, ոնցեր մարմինները ընծայեն կենտանի զոհ բսուր, աստծո հաջելի, այս հսեր հանավոր բաշտորը։ Սերը առանց գենզավորությանը չարեն զզվելով հարիին հարելով, և պայսերության մեջ իրարով վրա կորովալից եղեք, բատվելու մեջ իրար անցեք։ Սուրբերու պետքերուն հավորդ եղեք, յուրասիրության ելևե եղեք։
Չարության փոխարեն մեղուն չարություն մի ակուսանեք, ամեն մարդոց արժև քարի կանգնելու փոք տարեք, որ չափ կարելի է սեզի ամեն մարդոց հետ խաղաղություն ունեցեք։ Թեզիպար և գվարցանենք երկնավոր հայր, վրայս իսկանչելի խոսքերը, բատներները մեզի դժվարես այս կարավակ իմ եղբայրներուս և քույրերուս հետ միասին, որպեսզի անգամ ևս ու խոսքիդ ընթերցումով մեր սրտերը գարենանք լեցնել, հանգեցնուտ առնել, որպեսզի ամոր համեմատ ապնիկ մեզ վաղեր այցելել, առաջնորդել և մեր մտքերում և սրտերում ու իմաստություն շնորհելով միշտ կարենանք ասում հիշել, որպեսզի կարենանք փորձացնել, օգնել մեզ ամեն մեկ, հաշիվարկող ամեն մեկից, որպեսզի կարենանք առջևը շնորհ գտնել, սրտանց և թուքյով քեզ բաշխել, առաջնորդել մեզ օգնել և դեկրոնացում մեր մտքերը և սրտերը ու վրա, որպեսզի կարենանք իրապես խորհրդել։ Դեր Հիսուս Քրիստոսի անունով խնդրել, ամեն։ Նշանակենք պաշտամունքը մեր նստած տեղերը երկելով 110-րդ երկեր և 110-րդ։
ձեզ մեր Տեր Քրիստոսի անունով եւ բարի քալոստը մաղթեք ձեզ ամեն մեկուն, որ եկած եք զաստված պաշտելու դերուդական ասկերեցի օրվան մեջ։ Բարելուց ձեր բոլորին։ Աշնանային օդը համաձայնած կսկսի ոչ տակ, ոչ պատ եւ այս քաջ բոլորի մեջ իստեն որ երրորդ սարանները ավելի գիտի առաջնորդի դերոջը բնիկա եւ միասնապար զաստված պաշտել, քանի որ ոմանք արդեն վականցի մեջ են եւ վերադարձան եւ ուրիշներ արդեն վերադառնան եւ միասնապար դերը կպաշտեն եւ փառք տակ իրեն մեզի դված բոլոր շնորհներում եւ բարքերներում համար։ Իլուսենք Աստուծո սրբազան խոսքը նախ Մատթեոս ավետարանի 7-րդ գլուխեն 24-27-րդ համարներում ընթերցումը լսենք։ Արդ, ով որ իմ խոսքերս կլսե եւ կդադարես անում, զանիլա պիտի նմացնեն խելացի մարդունը, որ իր տունը վերի վրա շրեց։ Անցրել իջավ ու քեհերը վազեցին, ու հովերը ուչեցին, զարմին այդ դամը հայտ չկլավ, վասնզի վերի լահաստատված էր։ Այն որ այս իմ խոսքերս կլսեն ու չի դադարել, գլմանի համհետ վարդուրը, որ իր տունը ավազի վրա շրեց, անցրել իջավ ու քեհերը վազեցին, ու հովերը ուչեցին եւ զարմին այն դամը ու կլավ։ Մեծ է անոր գործանոց։ Երկրորդ ընթերցումը ունենված է Աբոկոս Արաքյալի առաջին գլուխ 22-րդ մինչև 25-րդ համարները։ Խոսքը գադարեցեք, միայն մի լսեք ինքսիկ խապելով, վասնզի եթե մեկը միայն լսե խոսքը ու չի գադարել, գնամանի մարդուրը, որ հայինի մեջ աչքերը դնդած իր բնական երեսը գտեսնե, վասնզի գիտելով գտեսնե ինքսինքը ու կացնի գետկա և շուտը գվորնա թե ինչպիսի մեղր էր։ Բայց անոր ազատության գադարյան օրենքին աչք դգելով, գդայի և աման մեջ գգենա, գլսե, չի բարբար, այլ գդադարե երեմելի վիդեոլա իր փորձելու մեջ։ Ողջյալա ներոշ խոսքը մեր սիրելու մեջ։ Շողնավը աղոտքի հատասը։ Հարկ և կողքունը վավսանենք թեզի երկնավոր հայր, որ կուգանոտ մեջ ու զավակներով հավակվելով, ուզես որ դու անունը պարավարեք, մեր ծայները թեզի պարծացնենք, մեզի դրոց բոլոր պարիկներում և մողություններում, շնորհներում համար։ Մեր երկեցողություններ որդեր, թեպետ դադարենք սարեն համարարչեն ան, որքան երկար մեկը որ թեզի պարտան որ մեր սրդերը մողություններով լսվես։ Այն ժամը, որ դահարկացնենք պաշտանուքի համար, գիտենք որ որդեր պարչելըտ հավարարչեն, սակայն որդեր որբեսի դարնա, երկոնանա և ավելի ամփոփ կերպով մեր պաշտանուքները գդարել, խնդրենք որ որդեր մեզ իմաստություն շնորհես որ դրանք միշտ պարչելը
Որպեսզի միասնական օրհնություն ունենան։ Հարկ ուղղակի այսօրյան քեզն է, որպեսզի դրանք միշտ փոխանակսել ու շարունակել եկան։ Հետո ասում մեր ասկին բոլոր ուր որ գտնվում հայրենիքի էսենցիալ։ Եվ անոնց համար այս գիրառի օրվան մեջ, աստորտնյալ օրվան մեջ կուդոն քարաշտես, որպեսզի անանալ վերենան քեզ բաշտել սրտաց եկողյով և օրհնվին։ Հարկ ուղղակի այս բոլորի համար Դեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ոգի վրա երգենք նաև 265-րդ երգ։ Երգ 265, միայն այս երգերը երգենք 3 համարներ, առաջին, երրորդ և 5-րդ համարները, 1, 3 և 5։
հրավերությունից և դերը օրդես է ասլակում։ Հրամասեք իշխվայ։ Բարուսեր կողին, ուրախություն է ինձ համար աստծո բանը մեջ ուլալ, իրեն օրդնել, զենք պարավորել, զենք պարսացնել, եղբայրներով և քույրերով։ Ասիկա մեծ հարստություն և մեծ շնորհք է մեզի, աստծուց մեր դրված։ Ես ավետարանական դպրոց կացած եմ և մեր արտոնավ աշխատանքներում ադեներ երկն երկրին, որ շատ հետաքրքրական է։ Իմաստուն մարդ չինեց իր դում վեմի վրա։ Գիտեք այդ երկը։ Ով գիտե այդ երկը։ Բավական մարդիկ գիտեն այդ։ Իմաստուն մարդ չինեց իր դում վեմի վրա։ Անձրևներ հոսեցան և կետեր հորդեցան, բայց իմաստուն մարդուն դունը չպլավ։ Իսկ անմիտ մարդը նորեն դում շինեց, բայց ավազի վրա շինեց։ Թարցել անձրևները հոսեցան, կետերը հորդեցան, և իմաստուն մարդուն գունը պլավ։ Եվ ասիկա մենք ծերերով գնենք և գուրախանայինք ծերերուն համար այսպես խանդավարվեինք։ Տևետ ինքը մագական երկ է, բայց մեջը խորին իմաստություն գա, ճշմարտություն գա, որ գհավատամ այսօր Աստված ուզել մեզի անգամ ևս իջեցնել։ Եվ անոր համար սրտիս վազանացա, որ ես նույթը ծեզի հետ բաժնեկցին։ Ինչ որ բաթերի գարտած Աստծո խոսքեն Մատթեոս ավետարանեն, որ Հիսուս հայտարարեց, և սա անգորին խոսքերս գլսե և գդարարե ժամանք, զանիկա պիտի նմանցնեմ խելացի մարդումը, որ իր դունը վեմի վրա շնեց։ Անձրև իջավ, կետերը վազեցին, հովերը պճեցին, զարմին այկանը, բայց չպլավ, վասնզի վեմի վրա հաստատված էր։ Այն որ այս իմ խոսքերս կրսել ու չի գարարեր, կնամանի անխել պարտումը, որ իր դունը ավազի վրա շնեց։ Անձրև իջավ, կետերը վազեցին, հովերը պճեցին և զարմին այն դանը պլավ։ Մեծ էր անոր գործանքը։ Հիսուս այս խոսքերը գսե, երբ որ գքարոզ է իր հրճակավոր քարոզները և ուսուցումները մեկը, որ մենք իջաշնանք իպրև լերան քարոզը։ Ինչքան պիտի պապակեի, որ երկուն երթակ անգամ ևս գարտակ լերան քարոզը։ Մատթեոս 5:6-7, այս երեք գլուխներով մեջ հիանալի քարոզը, հիանալի ուսուցումներ կան այս քարոզին մեջ։ Եվ այս ուսուցումներն ետքը Հիսուս այս խոսքերով գվերջացը, այս արագով գվերջացը։ Եվ որ մենք նայենք այս քարոզին, դերան քարոզին Մատթեոս 5:6-7-ը, գտեսնենք, որ երբեք թյուրին չէ այն ինչ, որ Հիսուս սորվեցուց և պատվիրեց, որ այդ բոլորը զինք լսողները գադարեն և կործատեն իրենց կյանքի մեջ։ Երբ բախտավորություն գնենք հրելության հետ այն ուսուցումները, որ Հիսուս սորվեցուց, Հիսուս չափանիշները շատ բարձրացուց Քրիստոսեություն։ Այնքան բարձրացուց, որ իշեք անգամ առաքյալները ասին, աշակերտները ասին, դերը ասին, ով գտնափրկվի, եթե ասկայն դժվար բաներ ասես, ով գտնափրկվի, և Հիսուս պատասխանեց, ինչ որ մարդոց կողմեն անգարելի է, Աստծո կողմեն գարելի է։ Մենք մարդկության ծրագրով, մարդկության միտքով, մարդկության չանքերով, փրկության չենք գնահատել, բայց Աստված ճամփան կբանա մեր առջևը և բացավ, որպես այդ ճամփեն քանելով կարողանանք փրկությունը ստանալ։ Հիսուս բարձրացուց չափանիշները։ Եթե բախտարենք նրան քարոզը և հրյական օրենքները, մենք տեսնենք, որ հրյական օրենքները շատ ավելի թույլ են։
Շատ ավելի դրում է։ Հրեական օրենքները ընելու և չնելու վրա է։ Իսկ քրիստոնեություն հավատքը և ընելու չնելու վրա և մտածելու և չմտածելու վրա է։ Հիսուս եկավ ասա, որ մեղքը սա առաջ որ գործի տրվի նախ ծեր մտքի մեջ է գիտա, ատկեց երդը գործի վերացվա։ Ուրեմն շատ ավելի դժվար է։ Եվ ador համար Հիսուս այս ավագով վերջացուց իր քարոզը։ Գիտնալով, որ զինք հետևողները դժվարություն պիտի ունենան իրենց լսածը գործի դնել։ Ուրեմն լսելը, որ իմ խոսքերս կլսել և կկատարեզանում, մարդումը պիտի իմանի, որ իր դունը վերի վրա շարեց։ Եվ այդ մարդը իմաստուն էր։ Իսկ մյուս մարդը, որ անխելք էր, ավազի վրա շարեց։ Ուրեմն, ոչ թե միայն լսողները, այլ գադարողներն են իրենց լսածները, որոնք զիրենք իմաստուն դարձան։ Երկու պայման կան ասող մեջ։ Լսելը և գադարողը։ Հիսուս գպատմի այս տարագը բատկերն է գործած է այս մարդուն, ավելի ճիշտը երկու մարդուց, որոնք բուն շինեցին։ Մեկը վերի վրա շինեց, ժայռի վրա շինեց, և ինչ կնշանակի ապյա, կնշանակի զորավոր, ամրություն, պաշտպանված, պատրաստ եկող գլիմայի փոփոխություններ են, աստվերի բոլոր աստվածությունները։ Եվ անցներները իջան, կայծակները եղան, կամպուտի իջավ, փոթորի կսկսավ, կետի ինչուրերը պարսնցան և սկսան դունի զանգ։ Դունը չպտավ, որովհետև ժայռը ամուր էր։ Անորաբար դունը չպտավ, որովհետև հիմքը զորավոր էր։ Եվ մենք հետ կպիտի խոսենք, որ ինչ կնշանակի դուն մեր կյանքի մեջ։ Իսկ սա որ իմ խոսքերս գլսե և չի գալի։ Գիտեք, այստեղը երկու քնալ իր խոսքերը լսեցին։ Երկու մարդիկ նա լսեցին իր խոսքերը։ Բայց տարբերությունը այն էր, որ մեկը կարարեց և մյուսը չի գալաց։ Երկու քնալ դուն շինեցին, չէ՞։ Երկու քնալ դուն շինեցին, բայց մեկը քարի վրա շինեց, ժայռի վրա շինեց, իսկ մյուսը ավազի վրա շինեց։ Երկուքին վրա էլ անսերներ եկան, երկուքին վրա էլ փոթորի հովը եկավ, երկուքին վրա էլ չուրը զանգավ, մեկը հաստատ մնաց մյուսը խլավ։ Եվ ասել մեծ էր ամոր գործալումը, որովհետև ավազի վրա շնեց։ Այսօր որ մեկ երկրաչափը, civil engineer-ը կամ դուն շինողը իր դուն ավազի վրա կշնի։ Որ մեկ։ Ոչ մենը չշինել, որովհետև ամեն մարդ լավ գիտե, որ ավազը շարժում է։ Ավազը վշարժի, երբ որ ավազի վրային է կլես, ավազը մեջ է։ Բայց երբ որ ժայռի վրային կալես, գսկաս որ ոտքի տակը զորավոր ամուր հաստատ հիմք մնա։ Դունը չէ որ քեզ կպրգե, այլ ինչի վրա շնեցիր, անիգա է որ քեզի հաստատ մնա։ Այս արագի մեջ Հիսուս կնմանցն է իմաստում արդում, որ ժայռի վրա շնեցել, ասո խոսքը մեզի գսել, որ ինքը Քրիստոս այն ժայռն է, որ դուք մեր դուները սպասել, որ մեր դուները իր վրա շնեն։ Հիմարը ավազի վրա շնեց, մեկն էր, որ դեսիտ չուներ, մեկն էր, որ չէր պատրաստված ապակայի ըլլալի գրիմայի փոփոխություններում։ Պատրաստ չէր քանիկները։
չի հնազանդիլ գնշահագե շինել հիմարոջով, շինել անխելոջով։ Դեսեք, երկուքն ալ դու շինեցին, երկուքն ալ ասեցին։ Հիմա մենք մեզի օրինակ վերցնենք և սովնենք, որ մենք ինչ դեր ունենք այս արագին մեջ։ Մեզ մեդրս գան, որ տասնյակ տարիների էր գլսին Աստծո խոսքը, գան, որ 1 տարի է, գան, որ 5 տարի է, գան, որ ամիսներ է, գան, որ շաբաթներ է։ Ըստ Աստծո խոսքին, որ իր խոսքերը գլսե, գիտեք ինչ կսկսին է, կսկսին դունշին է։ Անոնք, որոնք Աստծո խոսքը գլսեն, կսկսին դունշին է։ Իսկ անոնք, որոնք գլսեն և մի կատարեն, իրենց շինած դունը ժայռի վրա է։ Ուրեմն կատարելը հավասար է ժայռի վրա շինելուն։ Եվ այստեղ գտեսնենք, որ այս տարեկան մեջ Հիսուսի համար կարևոր անիգա չէ, որ ինչ տեսակի դուն կշինենք, կարևոր անիգա է, որ ուր դուն կշինենք։ Մեր շինած դունը ուր է։ Հիմա խոսեցանք դունի վրա։ Եվ միտքերից կանցնի և լսենք արդյոք ինչ է դունը, որ Հիսուս մեզ է լսել, որ երբ որ գլսենք իր խոսքերս, ինքնաբերաբար դուն է։ Եկեք անգամ ևս տանք ասոր նման արագիմը, որ Հիսուս պատմեց, որ քրետ է նույն արագներ մեզնիկ փոփոխություններով և երբ ես ինձ լսել ինչ է դունը։ Ղուկաս ավետարանի մեջ Հիսուս պատմեց այս արագը և այսպես կսել է Ղուկասի մեջ։ Ինչու զիս դերդեր ոչեք և ասել, որ Ղուկասի մեջ իր պատմած այս արագը ուրիշ այդով, երամ կարոզան վերջ չէ, ուրիշ այդով այս արագը պատմեց, որ նույն անման։ Ինչու զիս դերդեր ոչեք ու ըսած աներս չեք կարար։ Անվոր ինձի ինկա և իմ խոսքերս կլսեք ուզանով կկատարեց եզի ծուցնեմ, թե որու գնամանի։ Անիկա դուն շինող մարդումը գնամանի, որ փորեց, ուշարչոք մտի գրեք ինչ է դարբերությունը, որ փորեց և խորուկցուց, և հիմը վեմի վրա թրավ, և չուրերում հորդած ադենը կենդի զարգավ այն դանը ու չգրծավ զանիկա շարժել, վասնզի վեմի վրա հաստատված էր։ Բայց ան, որ իմ խոսքերս կլսեր ու չի կատարեր, գնամանի այն մարդուն, որ հողի վրա առանց հիմի դուն շինեց։ Իսկակ տարբերությունը առաջինին այդ ժայռի վրա շինեցին ասում մարդը, երկրորդը քեդինը փորեց, հողը հանեց, մինչև վարը ժայռին քարին հասավ և իր դունը դունի սյուները ներեց, դունի սյուները հիմքերը թրավ, հողը գործեց և պատրաստ եղավ, որ իր դունը հարսացնել։ Մենք պետություն մեջ երբ որ դումը գնեցինք տարիներ առաջ, մեզի ծանոթ բարեկամ ինձ եսավ, որ դիկրան ըսա ինչ լավ, որ ես այս շենքեն դում գնեցել։ Ինչու ըսի, ըսա, որ ասի այն դումից ճամպան է ըսավ, երբ որ սկսան փորելու ըսավ այս շենքը, 6 ամիս տևեց ըսավ մինչև որ փորել է, որովհետև ըսավ քեդինը ժայռ էր։ Բեյրութի մեջ գիտեք դերերկա, որ հողերը հող են, դերերկա, որ ժայռով են։ Ըսավ մինչև ժայռերը փնեցին և անոնք հանեցին 6 ամիս ժամանակ արավ և ետք ըսավ նայեցավ, որ տեսավ ամբողջ ժայռը և ըսավ բետոնը ժայռին վրա տապեցավ։ Այնպես որ ըսավ հեչ մի վախնա և երաշարժ վրա պամանատ մտ ամուր գպը։ Ժայռի վրա շինված դունը, ամուր խումով շինված դունը, փորված և իր սյուները խորուկ կացած դունը ամուր գպը։ Այս երկրորդի մեջ կտեսնեք, որ այս անխել մարդուն խնդիրը այն է, որ ավազի վրա չի շինեց, հողի վրա շինեց, բայց հիմք չուներ դուրը, չի փորեց, խորուկ չի գնաց։ Աստված ուզե, որ իր հարաբերության հետ դու
խորում երդաս։ Սերնացան երբ որ սերնը գծանե, հողը գփորե, սերնը գնեդե և հողը գծացվող, որպեսի արդուկ կա, բդուկ կա, որպեսի սերնը իր արմատները հողին տա գնեդե։ Երևակայացեք, որ այդ սերնը հողի վրա ինչ կգա, շուտ մկա, ջիգը մեծնա, և որ արևս վզարնի, քանի արմատ չունի գչողնա գներնի։ Խորունգությունը մեզի հաստատ կգա։ Ես երբ որ իմ երդասար տարիքից Աստծո ելգա, մեկ ինձի շատ անխելք խրատ մտավ, և ինչ լավ որ չի հետևեցի այդ խրատում, դիկրանս գտեսեմ, որ Աստծո հետ գմոդենաս որդը, ասասավ շատ խորունգները մի երդար։ Չեմ գիտեն ինչ կուսեր գորսել, բայց ինչ լավ եղավ, որ իրեն մդիկ չեր, և խորունգները գացել Աստծո հետ։ Եվ որ խորունգները գերտաս քու հիմըտ ամուրգում, քու ոտքի տագը գեցած տեղը զորավոր գում։ Որովհետև կյանքի մեջ բիդիկան, գնիմա բիդի փոխվի, այսօր ավես չէ, մոնտրեալցները շատ տաղկին են, կանադացները շատ տաղկին են, որ այսօրվա ոտը ամենեք եղեցիկ բացարիք ոտելեր է։ Բայց քանի ամիս պետ չծեզի հարցներ, ասակ տեսնեք, ինչ լավ գարչ տեղով, պարակ շատելով և այն ոչ։ Ամեն մեկս ոտը բիդի ակնում շակերի գնիմա բիդի փոխվի։ Կյանքի մեջ նույնն է, ամեն օր այսպես կեղեցիկ պայծառոտ չէ։ Օրեր կան կյանքի մեջ, որ մոտորիկներ կգան, ամբերը կհավակվի, մութ ամբեր կգան։ Անցև կլա, զորավոր չուրերը կպարսանա, չուրերը դունըտ կմտնեն։ Կյանքի մեջ կան ուրախ օրեր կգա, կա նաև դժվարորեր։ Ցախողությունը կգա, հիվանդությունը կգա, մահը կգա, վնասը կգա, գործը կգործնցվես, դունդ կգործնցվես, սիրելիվը կգործնցվես, առողջությունը կգործնցվես, ասում ինչ են բոլորը, ասում չուրերը պարսացան, չուրը եկավ դունից ծանրավ, և որ հիմատ ամուր է, հաստատ կլինես այս փողովի դիմից։ Ոչ թե ամեն մեկ մստիկ անձրևը կանում, կարծագը լանում, գծիկ ես կտարես և աստված կլանես։ Եվ որ հիմատ ամուր է, և որ աղթանությունը կա, և որ հիվանդությունը կա, ծախողությունը կա, բաներ որ գագնգարիր, որ դա չնդար, այս փողովին դիմաց ուդունըտ ամուր գնում։ Ինչ է դնում, որ գշինում։ Հիսուս ուրեմն գնամանցն է լսելը դնուշիներում, իսկ լսել և կատարելը գնամանցն է ուր դունը շիներում։ Հիմա կատարելը հասկացանք ինչ է, որ ուր գշին ես դունըտ, բայց դունը ինչ է։ Աստծո խոսքը հետաքրքիր է, որ ամեն մեկ դերը որ լավ չես հասկանալ, ուրիշ տեղը քեզի կբացատրի։ Գալի որ պիտի բրբդես, մեջը պիտի լողաս, խորհուրդները պիտի երթաս, որովհետեւ կարողանաս հասկանալ Աստծո ինքը ինչ է, Աստծո ուզածը ինչ է։ Պողոս առաքյալ Հռոմեացիներում ասել, ուրեմն հավատքը լսելն է, եւ լսելը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը երբ որ գլսենք, ինչ կսկսի շինվել հավատքը։ Ուրեմն բոլորս որ գլսենք Աստծո խոսքը եւ կսկսենք դուր շինելու, ինչ կշինենք որ։ Կշինենք որ մեր հավատքը։ Հիմա Աստծո համար կարևոր է որ ինչ կհավատաս, ինչի կհավատաս։ Գիտեք հավատքի աստիճանները, անգամ խոսած եմ ես ձեզ, այդ հավատքի աստիճանները, որ ամենաբարձր հավատքը ակնկալող հավատք է։ Աստված կուզե բոլորս այդ բարձր հավատք ունենք, բայց ամեն մեկս մեկում չափով, հավուտ չափով հավատք տված է, Աստծո խոսքը գալիս է։
բայց Աստուծո համար ավելի կարևոր է, որ քո հավատքդ, որ գշինես որ, ուր գշինես որ, ինչի վրա գշինես որ։ Գիտեք այնպես մարդիկ, որ դեսած եք այնպես մարդիկ, որ հավատք ունեին, Աստծո խոսքը գլսեին, բայց երբ որ կյանքի մեջ դժվարություն եղավ, սախողություն եղավ, հիվանդություն եղավ, իրենց հավատքը ցկեցին։ Ցավոք սրտի այդպես մարդիկ։ Ինչու համար գիտեք, որովհետև կայծակ եղավ, անցև եկավ, գարմուկ եկավ, ով եկավ, չուրերը պարսացան և հավատքին զարգին։ Հավատքը փլավ։ Ինչու համար փլավ։ Որովհետև հիմքը ժայռի վրա չէր և կան հիմքը հողին խորունգները չէր կացած։ Եվ ադոր համար հավատքը փլավ։ Ուրեմն կյանքի մեջ պիտի կան այդ բոլոր տեսակի փոթորիկները, անձրները, կարգոտները պիտի կան։ Ուզենք թե չուզենք։ Մեր կյանքի մեջ ամեն օր այս օրվան լեստիկի չլավ։ Տարբեր օրեր պիտի կան։ Ինչի վրա շնորհած ես ու հավատքդ։ Այսօր թող մեզի ասիլը մտածելու առիթը ունի։ Դեկատ այսպես մենք մեզի քննելու վիճակը թողնա, որ ես միայն լսող եմ, թե լսող և գավառում եմ։ Հիսուսի խոսքերը Աստծո խոսքը լսելու մեջ շատ հաճույք կա։ Հաճելի է։ Ինչ հաճելի է, որ կնստենք այսպես իրագի մամեն, իրագի մեկում կաղը կարոսել, մեր ամենში շատ լավ հաճելի է։ Բայց երբ որ այստեղեն դուրս կետես, վաղը գործը պիտերտաս, դունը պիտերտաս, ներիքներու պիտերտաս, և Աստված կեզի կհրավիրը այդ երեկվա արջորվա լսածները գավարես, հոն է դժվարություն։ Հոն է մարտահրավեր է, որ ինչ որ լսեցիր, կարող ես կավարել։ Աստված քեզ մե ադիգը լսված, որ գավարես։ Քիչ առաջ նայել մեզի վարդերին արդած Հակոբոս Արաքյանեն այն խոսքը, որ գսե խոսքը գավարեցեք, միայն մի լսեք իմ զինքնիդ խապելով։ Խոսքը գավարեցեք, միայն մի լսեք իմ զինքնիդ խապելով, իմ զինք խապել, գիտեք ասկա ինչ լուրջ և ինչ վտանգավոր խոսքը է, որ եթե միան Աստծո խոսքը լսեցիր և չի գավարեցիր, ինձ էլ խապեցիր, դու քեզի խապեցիր, և որ կեն ծավալի պոն և որ դու ինձիկը դու քեզի խապես, դու ու անցիկ դենք տավաճանած ես, իմ զինք խապել, Անոր համար Հակոբոս Արաքյան ուրիշ պատկեր մնալ մեզի, որ հայրիի գնված է։ Եսե որ եթե մեկը միայն լսել խոսքի և չի կատարել, ինչի գնմանի մարդումը, որ ինձինքը հայրիի մեջ ինձինքը գտիվ է, գտեսնե իր վիճակի մեջ է, և գծիկ է գտալի գերտա։ Ով իր դուրի մեջ հայելի չունի, մեր գնաց է կորսասն է։ Անցաները մեր հայելի դուրի մեջ աղու գանով թելը պրտավ, ինգավ գդրվեցավ, հայելի չի գդրվեցավ, բայց շոչանալ գդրվեցավ։ Եվ իմ ամեն ակամ անդերին երտակ դգարձեք, որ հողա հայելի գա, դեստեք, որ արջևից ջերմատ պատկերն է որ։ Հայելի մեծ փոփոխություններ գտել մեր կյանքի մեջ։ Ես այսօր հայելին արջով գեցա և ազնվեցա։
երեսս կրացի, մազերս սանդեցի։ Վստահորտում են բոլորը բույները։ Հայերին վերցու աշխարհել, մենք այսքան քիլեցիք չի եղար։ Հայերին մեզի չի փոխել, համաչին է, բայց գիտեք չի փոխել։ Եվ որ հայերին նայինք, եւ մենք մեր անցնի վրա աշխարհինք, մազս օսասան է շտկեն, երեսս լավավ, անձիկին եւ այլն, մակրեն, ասպես են, այդպես են։ Հայրի պամոչուներ ինձ, բայց հայրին ինձ ցույց կտանի վիճակս ինչ է։ Իսկ եթե միան հայրին նայում եւ պամոչել են, ոյ մեկ օգուտ ունեցան ինձ է հայրին։ Ոչ մեկ։ Գմորնա վիճակս ինչ է։ Եթե մենք հայրին կործածենք եւ չնենք մենք մեր անձին ինչ որ պետք է ունենք, բոլորս ալ դքել ենք։ Բայց հայրին գնայինք եւ կսկսենք մեր անձին վրա աշխատել, բոլորս ալ ավելի քիլեցիկ կդառնանք։ Վերցուցեք հայրին գին հասարակի վրա եւ ասենք քիլեցիկություն անում։ Եվ իրենց համար կարևոր է հայրը եւ իրական է։ Հայրին մեզի օգնեն մեր վիճակը ինչ է։ Բայց անիգա չէ միան։ Հայրին մեզի օգնեն, բայց մեր պատասխանատվությունը մեր վրա է, հայրին վրա չէ։ Աստուծո խոսքը հայրի պես է, որ մեզի ցույց կտա մեր վիճակը ինչ է։ Եվ քեզ իսեցում այսպես ես, այսպես ես, այսպես ես։ Բայց եթե ես այդ խոսքը միան լսեմ, երցիքեմ և կալեմ, համը մինի չի փոխվի։ Բայց երբ կփոխվում, գիտեք։ Եվ որ հայրին նայում, և սկսիկ ինձ ինքս շտկել։ Մազերը սանդել և այլն, ինձ ինքիս ողտա։ Այն ժամանակ է որ փոխություն է։ Աստուծո խոսքի հետ հարաբերությունը նույնն է։ Աստուծո խոսքը քեզի ցույց կտա դու ով ես։ Բայց քեզի չի փոխել։ Մինչև որ դու չի հնազանդիս եւ դու վրա ճաշնալիս որ փոխվիս։ Աստծո խոսքը լսելը քեզի դու չի ելնուր։ Բայց դու պիտի որոշես դունդ ուր պիտի շինես։ Քու հիմքդ ուր պիտի ելնա։ Ինչ լավ է ամեն բան թույլ է, բայց ամեն բան թույլ չէ։ Ինչ լավ է Աստծո խոսքը գանալելը թույլ է, բայց այդպես չէ։ Ամեն համար Հիսուս երկու ճամփաներու մասին խոսեցավ։ Լայն ճամփան եւ նեղ ճամփան։ Եվ մեզի հրավիրեց նեղ ճամփեն եկտա։ Ամեն համար Հիսուս խաչը գրելու մասին խոսեցավ։ Ձանու խաչկերելու մասին խոսեցավ։ Ամենամար Հիսուս խոսեցավ մեզի նեղ թրներ մտնել։ Լայն թրների մասին, լայն թուրի մասին չի խոսեցավ մեզի մտնել։ Ինչ լավ գնալ, եթե լայն լավ թուրը, ինչ լավ գնալ լայն ու լավ ճան։ Թուրին լավ, բայց այդպես չէ։ Աստուծո խոսքին հնազանդիլը քին դարջան։ Եվ որ դունդ ժայրի վրա պիտի շնես, դժվար գործ է, ապազատուրին է, ժայրը գծավցնեն սուն դելեն է, և որ դուդդ հիմքը ամուր պիտի անես, պիտի պորես, քրդին պիտի տանես, ծերկերը պիտի վիրավորես, ամուն պիտի տեսնես, պիտի հոգնես, բայց եթե հիմ չի թրիր, հովի վրա ուղանի շինեցիր, թուրին է, բայց Աստված մեզի հրավիրել է այդ ճամփեն իրտան, որովհետև այդ ճամփում մեջ Աստծո զորությունը կտեսնենք։ Այդ ճամփում մեջ Աստված մեզի կհանդիպի։ Այդ ճամփում մեջ է որ մենք ամուր գնանք։ Այդ ճամփան է, որ տեսնենք հայրի մեջ մեր վիճակը եւ սկսենք մեր անձին վրա աշխատել, որովհետեւ նոր մարդը դառնանք։ Քրիստոս սկսի ապրել մեր կյանքում մեջ։ Այսօր հարցում ինձ երկեզ ուղղը։
ուր գշինեմ, որ ես իմ դուրս։ Ուզես կամ չուզես դուն շինես, բայց ուր գշինես, որ դու դունդ։ Արիքն թողնա մեզի մեր անցերը այսպես X-ray անցել, CT scan-ը, MRI անցել, magnetic, գիտեք, այս բաները կան, մեքենայի մեջ կունդես, տակ դզարն է, հանկարծքում նգարդ կերել, մագնիտ մեջ ինչ կա, շատ հստակ կերել, բադիկա հնալողը հայ բժիշկ կերել, որմա անցել, կարին շաբատ առաջ։ Մեկան այսօր MRI-ի մեջ մտենք։ Եվ տեսնենք, որ ինչ նգարը ինչ ցույց կուտի դա, ուր է մեր դունը, մեր դունի հիմքը ինչի վրա է։ Եվ դերը մեզ անիտ կուտա, եթե մեր դունը ավազի վրա է անիտ կուտա, որ մեր դունին դերը փոխենք, ժայրի վրա տնենք։ Դերը մեզի անիտ կուտա, փողը փողելու և ասելու, որ ներեսուներ բիդիկան պոտորքները, բիդիկան անցերները, չուրերը բիդի պարսման։ Թող Սուրբ Հոգին մեզի տա այս զորությունը, որպեսզի խոսքը լսողները չլանք նրան, այլ խոսքը գադարողները նրանք։ Եկեք արեցինք։ Շուհագան եմ կեսը, ով մեր աստվածը, մեր դերը և մեր թողանը։ Որդուն ովդեր մեզ նայմ յուրականչուրովս հետաքրքրված ես։ Որովհետև ովդեր մեզի կանչած ես ու զավակներդ ընելու։ Եվ մենք այսօր կուքան քո արջև և լսենք ովդեր քո Սուրբ Հոգիով քննե մեզի, նայե մեզի, քո խոսքիդ համեմատ։ Եվ նաև ովդեր մեր դուները ուր շինված են, ինչի վրա շինված են։ Եվ մեզի ովդեր ճիշտ եղը շինելու մեր դուները։ Թող մեր անցերը քննվին ովդեր արջևդ, և մեզի հավիտենական ճարպան արաշնվի։ Քո ուզած դերը շինելու դերը արաշնվի մեզի ովդեր։ Թունեսան ժայրը, որ մենք ովդեր գանչված ենք այդ դերը շինելու մեր դուները։ Մեր հավատը։ Ովդեր կու խոսքիդ արեման, որ գսես մեզի վերգանքի մեջ մի դելան պոտորոտներ, մի դելան դժվարություններ, մի դելան ժամանակներ, որ ալևը միդի ծացկվի, ամբերը միդի կոցեն, անցերները միդի դեղան, չուրերը միդի պարսնան, մեր դունին միդի զարգվի։ Բայց եվ ովդեր մեր հավատքը, մեր դունը ու վրա շինած են, ամուր միդի գերան։ Եվ որ մեր արմատները խորուկ կացած են կեզ հետ, և որ մեր հարապերությունը կեզ հետ խորուկ կացած են, մենք ամուր պիտի մնանք։ Անորաման օգնե մեզ մեր հոգին աչքերը բաց յուրականչուրս տեսնելու, մեր յուրականչուրիս վիճակը։ Որպես միգուցե եթե դեղեր կա մեր կյանքի մեջ, որ մեր դուները ճիշտ տեղը չեն օգնել։ Մեզի առաջնորդես, մեզի զորություն դաս ու Սուրբ Հոգիով, մեր դուները ճիշտ տեղը շինել, որպեսի հաստատում նրան, որովհետև փլած դունին գործանում ովդերը մեծ է, քու խոսքի համեմատ որպես ես ովդերը, հատկապես մեծ է անոր գործանումը, չգնա որ ովդեր մեր դուները փլին, այլ ովդեր մեր դուները և մեր հավատքը, հաստատ մրակում արջևեց։ Անոնաման յուրականչուրս կխոնարին ովեր, խոստովանության փոխում։ Մեր մեջ է մնասանության հոգի դիր։ Ոչ թե միայն բաց աղանջները, այլ խոնար սիրտ, որպեսզի մեր սորվածները և մեր լսածները ովեր, գադարողները են։ Եվ դու անիգայի որ սպասես, անիգայի որ ուզես, որ քու խոսքը գադարողները են։ Քու զորությունը քուր մեզ, առաջնորդը մեզ, հաստատե մեզ, դու մեր հայրն ես, մենք ու զավակները ենք, դու մեզ երբեք մինակ չես թողել, մեզ երբեք ворկ չես սիկել, այլ ովեր մեզի օգուչան նահաստաս, փառք կուտա քեզ ասում։ Մեր օրերը ժամանակները մեր կյանքը քեզ գնացնել ովեր, դու ուղես և առաջնորդես մեզ, և իրականությունս արժանի ես, երկինքի փառքը տեսնելու, ու հետ հավիտյան աղերով ովեր։ Մենք քու գնենք ովեր, մենք ու զավակները, դու մեզի առաջնորդ։
Այս բոլորը Հիսուսի անունով դավատում է։ Լսել և հարասկանել ես, ու ողորմոջ օրդ։ Ամեն։ Շնորհակալ եք ստեղծական համար։ Հիմա մեր նվերները միավորվի, հիշենք Տերոջի խոսքը, որպեսզի ավելի երանելի է բանը, քան թե արմանը։ Գնանալ աղոթքը եփելու համար ողջույն լավ։ Զիքոյե արքայություն և զորություն և փառք հավիտյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը, Հոր Աստծո անպատմելի սերը և օգնություն Հոր հաղորդակցությունը ձեր բոլորի հետ լավ։